Այսօր ավագ ուրբաթն է, քրիստոնեական ամենակարևոր օրերից մեկը։ Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի խաչելության եւ մահվան հիշատակն է։ Այն խորհրդանշում է Տիրոջ խաչելությունը եւ զոհաբերությունը մարդկության փրկության համար։ Հարցազրույց ունեցանք Նինոց Մինդայի սարկավակ Աթանաս Կիրակոսյանի հետ, ով խոսեց միջզատկական արարողությունների մասին, որոնք պետք է անցկացվեն Նինոց Մինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում, եւ իլուր հայտնեց, որ շաբաթ օրը գիշեր ժամը 3-ին Նինոց Մինդայի հոգեվոր հովիվ Տեր-Արմաշ քահանա Պողոսյանը եւ Խաչի Քավորը Երուսաղեմից կբերեն Սուրբ Լույսը։ Բոլոր ցանկացողները կարող են ներկա գտնվել եւ իրենց բնակարանները տանել խաղաղության, հույսի եւ բարեկամության Սուրբ Լույսը։ Սիրելի հավատացյալ ժողովուրդ, այսօր ավագ ուրբաթում ենք գտնվում Հիսուս Քրիստոսի խաչելության եւ սաղման հիշատակի արարողությունը այսօր կկատարվի ժամը 3-ին։ Իսկ շաբաթ օրը, քանի որ Տեր-Արմաշ քահանա Պողոսյանը այս տարվա Խաչի Քավորի հետ գտնվում են Երուսաղեմի լույսի բերման համար, այստեղ կլինեն Կիրակի առավոտյան լուսուդեմ ժամը 3-ին։ Ցանկացողները, եթե կան, որպեսզի այդ ժամանակ կան տանեն լույսը, կարող են գան, եկեղեցին բաց կլինի, մենք այստեղ կլինենք։ Իսկ եթե ոչ, Կիրակի առավոտյան ժամը 10-ին կլինի պատարագ, որից հետո լույսը կարող են տանել։ Սիրելի ժողովուրդ, կցանկանայի, որ զատկական օրը, Կիրակի օրը գերեզմանել չգնայիք եւ գնայիք հաջորդ օրը հայ առաքելական եկեղեցին դրել է մեռելոցի օր, հիշատակ մեռելոց, որ գնաք աղոթք կանեք եւ փունջ ծախեք։ Իսկ Գյուղերի Խաչի Քավորներին կապ կհաստատենք, որ կան նրանք էլ Երուսաղեմյան վերված կրակը իրենց գյուղեր տանելու, իրենց ժողովրդին բաժանելու համար։ Նաև ասեմ, որ սիրելի ժողովուրդ, զատկական շրջանում Կիրակի օրվանից սկսյալ 50 օր տնօրտների կարգ կատարելու ժամանակ, ովքեր կցանկանա, որ իրենց տունը օրհնություն ստանա, հրավիրեք ձեր հոգևորականին տնօրտները կատարելու։